Տիեզերքի կոչ։ Կենդանակերպի նշաններ, որոնք կստանան ճակատագրական հուշումներ 2026 թվականի ամռանը։ Ամառը միայն արձակորդների, խորովածի և թեթև զգեստների ժամանակ չէ։ Մեզանից շատերի համար հունիսը, հուլիսը և օգոստոսը ներքին ցնցումների, անսպասելի հանդիպումների և տարօրինակ զուգադիպությունների ժամանակ են։ Երբևէ մտածել եք, որ անցորդի պատահական դիտողությունը կամ անձրևոտ օրը արևի հանկարծակի շողքը փոխել է ձեր տրամադրությունը կամ նույնիսկ ձեր որոշումը։ Աստղագուշակները վստահ են, որ երկնային գրասենյակը 2026 թվականին աշխատում է հատուկ ջանասիրությամբ։ Եվ 4 կենդանակերպի նշաններ այս ամռանը կստանան իսկական նավիգացիոն փարոսներ, կարևոր հուշումներ, որոնք կօգնեն նրանց մնալ ճիշտ ուղու վրա։ Ինչու է 2026 թվականի ամառը լինելու նշանների ժամանակը։ Պատկերացրեք տիեզերքը որպես բարի, բայց մի փոքր ցրված օգնական։ Այն անընդհատ շշնջում է մեզ հուշումներ, բայց առօրյա կյանքի եռուզերի մեջ մենք պարզապես չենք լսում դրանք։ Այնուամենայնիվ, մի քանի տարին մեկ երկնային մարմինները դասավորվում են հատուկ կոնֆիգուրացիայով, և ազդանշանը դառնում է այնքան պարզ և պայծառ, որ անհնար է բաց թողնել այն։ 2026 թվականի ամառը հենց այդպիսի ժամանակահատված է։ Խեցգետին, գաղտնի նամակներ անցյալից։ Սիրելի խեցգետիններ, ձեր 2026 թվականի ամառը կսկսվի անսովոր դեժավյուի զգացողությամբ։ Դուք անընդհատ կհանդիպեք նախկինում տեղի ունեցած իրավիճակների, բայց այդ ժամանակ դրանց ուշադրություն չեք դարձրել։ Աստղերը խորհուրդ են տալիս այս անգամ ավելի ուշադիր լինել։ Հիմնական հուշումը կլինի հիշողությունների և ընտանեկան ժառանգության միջոցով։ Հունիսին ուշադրություն դարձրեք հին լուսանկարներին, նամակներին կամ նույնիսկ մոռացված իրերին ձեղնահարկում։ Դուք կարող եք պատահաբար գտնել մի առարկա, որը կսկսի իրադարձությունների շղթա։ Օրինակ, հին բացիկը կարող է ոգեշնչել զանգահարել ազգականին, ով իր հերթին կարող է ձեզ աշխատանք առաջարկել կամ ծանոթացնել կարևոր մարդու հետ։ Հուլիսին սպասեք նշանների ջրի միջով։ Լողալ գետում, անձրև դրսում կամ նույնիսկ կոտրված թեյի բաժակ, այս ամենը կարող է պարունակել կոդավորված հաղորդագրություններ։ Եթե հանկարծակի ցանկություն զգաք գնալ այնպիսի լիճ, որտեղ 10 տարի չեք եղել, գնացեք առանց վարանելու։ Այնտեղ ձեզ սպասում է ոչ միայն կարոտ, այլև վաղուց ի վեր ծագած հարցի պատասխանը։ Իսկ օգոստոսին լսեք ձեր երազները, դրանք կարող են մարգարեական լինել։ Պահեք տետր ձեր մահճակալի կողքին և գրի առեք նույնիսկ ամենաանհեթեթ տեսիլքները։ Երազը կարող է բացահայտել ֆինանսական խնդրի լուծում կամ հուշում, թե ինչպես հաշտվել սիրելիի հետ։ Կշեռք, հայելիների և ուղևորների նշաններ։ Սիրելի կշեռքներ, ձեր տարերքը օդն է, և այս ամառ օդային հոսանքները ձեզ հաղորդագրություններ կբերեն երկնային գրասենյակից։ Բայց կա հաղորդակցության մեկ այլ, ավելի անսպասելի ուղի՝ հայելիներ։ Այո, հենց այն հայելիները, որոնց մեջ դուք նայում եք ամեն առավոտ։ 2026 թվականին դրանք կդառնան նուրբ էներգիաների դարպասներ։ Հունիսին դուք կսկսեք նկատել տարօրինակ շողեր, ստվերներ կամ նույնիսկ անցողիկ պատկերներ արտացոլանքների մեջ։ Մի անհանգստացեք, սա միստիցիզմ չէ, այլ միջոց ձեր ուշադրությունը կարևոր բանի վրա հրավիրելու համար։ Եթե հանկարծ թվում էր, թե հայելու մեջ կանաչ եք տեսնում, ժամանակն է ուշադրություն դարձնել ձեր առողջությանը և բնավորությանը։ Դեղինի կամ ոսկեգույնի մի նշույլը նշանակում է, որ սպասեք ֆինանսական հնարավորությունների։ Եվ եթե տեսնում եք ձեր սեփական արտացոլանքը, բայց այլ սանրվածքով կամ անսովոր հագուստով, սա ձեր արտաքինի կամ կերպարի անխուսափելի փոփոխությունների նշան է։ Հուլիսը հուշումներ կբերի պատահական ուղեկիցների միջոցով։ Հասարակական տրանսպորտում, հերթում կամ այգում դուք կլսեք արտահայտությունների հատվածներ, որոնք կարծես անձամբ ձեզ են ուղված։ Օրինակ, հեռախոսով ինչ-որ մեկը կարող է ասել. «Ժամանակն է թողնելու», և դուք կհասկանաք, որ նա խոսում է ձեր երկարատև նախագծի մասին։ Կամ երեխան կարող է բարձրաձայն հարցնել մորը. «Ե՞րբ ենք գնում ծովափ»։
Եվ սա ձեզ համար ազդանշան կլինի, որ ժամանակն է արձակուրդ գնալ եւ փոխել ձեր շրջապատը։ Աղեղնավոր կրակոտ նշաններ ճանապարհորդության եւ ռիսկի մեջ։ Անխոնջ աղեղնավոր։ Ձեր 2026 թվականի ամառը խոստանում է լինել հուզիչ որոնումների նման։ Դուք արդեն սիրում եք արկածներ, բայց այս անգամ ճակատագիրն ինքն է յուղ լցնելու կրակի վրա։ Հիմնական հուշումները ձեզ կհասնեն երթևեկության եւ խցանումների միջոցով։ Եվ կարևոր չէ, դուք մեկնում եք շուրջերկրյա ճանապարհորդության, թե պարզապես փոխում եք աշխատանքի գնալու ձեր երթուղին։ Նշանները կլինեն ամենուր։ Հունիսին ուշադրություն դարձրեք ճանապարհային նշաններին։ Եթե հաճախ եք տեսնում նույն քաղաքի կամ փողոցի անունը, դա պատահական չէ։ Տիեզերքը ակնարկում է, որ դուք պետք է այցելեք։ Եվ երբ տեսնում եք ընկած ճանապարհային նշան, ընդունեք դա որպես նախազգուշացում։ Մի շտապեք, դանդաղեցրեք, թե բառացի, թե փոխաբերական իմաստով։ Հուլիսը կլինի կրակոտ հուշումների ամիս։ Անսովոր երանգների մայրամուտներ, բուխարու կամ խարույկի բոցեր, նույնիսկ ընկերուջ ձեռքում կրակայրիչ։ Այս ամենը կարող է տեղեկատվություն փոխանցել։ Պայծառ կարմիր բոցը խոսում է կրքի եւ նուր սիրային հեռանկարների մասին։ Կապույտ կամ կանաչ բոցերը ենթադրում են փող աշխատելու ոչ ավանդական գաղափարներ։ Եվ եթե տեսնեք, որ կրակը հանկարծակի մարում է ինքնուրույն, ժամանակն է թողնել այն, ինչը այլևս չի տաքացնում ձեզ։ Օգոստոսին աղեղնավորը պետք է ռիսկի դիմի, բայց այդ ռիսկերը պետք է լինեն մտածված եւ մտածված։ Վիճակախաղի տոմս գնելու, երկար ժամանակ սիրահարված մարդուն ժամադրության հրավիրելու կամ կարիերան թողելու ինքնաբուխ որոշումը կաջակցվի երկնային առաջնորդությամբ։ Պարզապես հարցրեք ինքներդ ձեզ. ինչ եմ կորցնում։ Եթե պատասխանը ոչինչ է, արեք դա։ Խորհուրդ աղեղնավորի համար. ձեզ հետ կարմիր կամ նարնջագույն բան կրեք, բանալի շղթա, ապարանջան, շարֆ, սա կամրապնդի ձեր կապը կրակե նշանների հետ։ Եվ հիշեք, ամենահաստատ ուղեցույցը ձեր ներքին կիրքն է։ Կայծը, որը ստիպում է սիրտն ավելի արագ փափախել, երբեք չի ստում։